Սարգսյանից, ով շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ, երեք փաստաբանը փոխանցեց հանրությանը, որ Դավիթը ըստ էության կապուղեղային ցնցում է ստացել։ Նախորդի մենք կադրերը տեսել ենք, բազմիցս ցուցադրել ենք, ինչպես է Փաշինյանի տան վտանգությունների ախրանան հարվածում Դավիթին, եւ այս իրականության մեջ 2 ամիս տարել են կալանքի, որպեսզի օրինակ ինչը իրանց սիրտը հովանա ինչով, որ նույն այդ կոկորդիլոսագետ Գարի Սարգսյանն է, որ ասի 18-ամյա Դավիթը վերջի զանգը թող կալանավայրում անցկացնի։ Ընտանիք չունեն, երեխա չունեն, ինչ չունեն։ Սրբություններ չունեն։ Նախ մինչև ձեր կողմից բարձրացված հարցին անդրադառնալը, այսօր ունեցել ենք շատ ողբերգական դեպք Շիրակի մարզի Աղին համայնքում բնակավայրի տարածքում բախվել է Opel եւ BMW ավտոմեքենաները, որից հետո կողաշրջել։ Վնասվել է 11, վնասվածք է ստացել 11 անձ, որից 6-ը մահացել են։ Մահացածներից դժբախտաբար 2-ը նաեւ երեխաներ են։ Ողբերգական դեպք, որ կարելի է գնահատել, որ այսօր հանրապետությունում, եթե մենք ասում ենք մահացության դեպքերը ահռելի քանակի են, սա եւս լրացնում է այդ քանակը։ Եվ իմ ցավակցությունն եմ հայտնում հանգուցյալների հարազատներին, ընտանիքներին եւ ապակինում եմ ցանկանում վնասվածք ստացած անձանց։ Վնասվածք ստացածներից 3-ը նաեւ երեխաներ են։ Վնասվածք ստացածները հիմնականում ծանր եւ առանձնապես ծանր վնասվածքներ են ստացել։ Հիմա անդրադառնանք Դավիթ Մինասյանի հարցին, մի երիտասարդ, որի մասին բազմաթիվ բնութագրական շատ ճիշտ մեկնաբանություններ են ներկայացվել, որ երիտասարդը արդեն ավելի քան 10 օր գտնվում է անազատության մեջ։ Նախ արձանագրենք դեպքի հանգամանքները բոլորս լավ գիտենք, եւս մեկ անգամ կանդրադառնայի դեպքի հետ կապված արարքի որակման խայտառակ ձևակերպումներին, որովհետեւ օրենսդրության կամ քրեական իրավունքի հետ կապված սրանց ձևակերպումները, սրանց մեկնաբանությունները խայտառակություն բառը գրեթե կարելի ասել շատ մեղմ է հնչում։ Նրան մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածով որպես խուլիգանություն։ Խուլիգանության ձևակերպումը հետևյալն է. բացի այդ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ, առամարական վերաբերմունք հասարակական կարգի, իրավական նորմերի, բարոյական նորմերի նկատմամբ։ Եվ առանձին դեպքում նաև քննարկվում է նաև հիմնարկ ձեռնարկությունների կամ կազմակերպությունների բնականոն աշխատանքները խաթարելու ձևով։ Եթե այս ձևակերպումը նայում ենք, տեսնում ենք, որ արդեն եկեղեցու բնականոն աշխատանքը խաթարվել էր հենց Նիկոլ Փաշինյան կոչվածի, որը իր ողմակով մխրճվեց Սուրբ Աննա եկեղեցին։ Երիտասարդին անհիմն տեղը սադրեցին եւ անհիմն տեղը տարան կալանքի։ Հիմա նաեւ մեղադրանքի առաջադրվել նրան նաեւ 452-րդ հոդվածով, որի դիսպոզիցիան սահմանում է հետեւյալ կերպ. պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը խոչընդոտելու նպատակով նրա գործունեությանը միջամտելը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը եկեղեցում ինչ էր անում, ինչ պաշտոնական գործունեություն։ Լավ, ինչ քաղաքական գործունեություն։ Եթե քարոզարշավ էր իրականացնում եկեղեցում ներսում, հետեւաբար քարոզարշավ սկսելու նաեւ ժամկետներն է խախտվում։ Սա ակնհայտ ձևակերպում էր, ակնհայտ մոտեցում էր սադրանք ստեղծելու, որի արդյունքում նա հասավ իր նպատակին։ Ստեղծեց սադրանք եւ երիտասարդին տարան կալանքի։ Մենք նաեւ նկարահանումներով, տարբեր յութուբյան ալիքներով տեսնում ենք, թե ինչ տեղի ունեցավ կոնկրետ։ Երիտասարդին մեղադրում են իբրև թե Նիկոլ Փաշինյանին հարվածելու փորձ կատարելու առումով։ Բայց բոլորս ակնհայտորեն տեսնում ենք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակից մի անձ, որը կարելի է գնահատել որպես բծման տակ գտնվող սուբյեկտ, հարվածում է այս երիտասարդին եւ գցում գետնին։ Եվ հիմա բժիշկների ախտորոշմամբ երիտասարդի մոտ առկա է ուղեղի ցնցում, որը արտահայտվում է իրոք նաեւ երիտասարդի մոտ լուսավորության նկատմամբ զգայուն լինելը, գլխապտույտը, սրտխառնոցը եւ թուլությունը ընդհանուր։ Հիմա այս հարցը չի քննարկվում են թե այս տղային ինչպես շարունակեն կալանքի տակ պահելը։ Եվ տեսեք, ինչպես դուք նկատեցիք, ոչ միայն այդ
կոկորտիլասագետ կոչվող սուբյեկտը, որ կյանքում ոչինչ ստեղծելու ունակություն չի ունեցել, այսօր այս երեխայի նկատմամբ նման առհամարական ու ծաղրանք վերաբերմունք է ցույց տալիս, որ վերջի զանգը նշելու է քրեակատարողական հիմնարկում։ Ավելին, լրագրողը հստակ հարց է տալիս, թե ինչպիսի վերաբերմունք ունեք այդ դեպքի վերաբերյալ, եւ ինչպես է, որ ձեր ավտոմեքենայով վրայերթին ենթարկում հղի կնոջը սպանում եւ արդարադատությունը երկակի ընկալմամբ է կիրառվում։ Այս անձը իրեն դնելով սրբի տեղ հայտարարում է, որ իրավապահ մարմինները պետք է այդ գործառույթն իրականացնեն եւ ինքը որևէ խնդիր չունի այդ անձանց հետ։ Ես ասել եմ, այս ազգակործան պատուհասները մեր երիտասարդներին, մեր տղաներին սպանեցին ոչ միայն 44 օրյա պատերազմում 5000-ի գլուխ կերան, այլև շարունակաբար սպանում են մեր երիտասարդներին։ Այս տղայի նկատմամբ նման դատական վճիռ կայացնելը, որ մնացական Մարտիրոսյանն է եղել, եւ հանրությունը լավ է հասկանում եւ գիտեր, որ նա այսպիսի որոշում կայացներ 2 ամսի կալանքի, խոշտանգման բնույթ է կրում, որը վաղեմության ժամկետ չունի։ Եվ այս երիտասարդի նկատմամբ խոշտանգում իրականացնող թե քննիչը, թե դատախազը, թե դատավոր ապակայուն պատասխանատվություն են կրելու։ Շատեր արդեն լավ գիտեն, որ այս երիտասարդը նաև ունեցել է մանկական տարիներից հիվանդություն, որը անհամատեղելի է նրա անազատության մեջ գտնվելու հետ։ Բժիշկների կողմից դա արձանագրվել է։ Արդեն 10-րդ օրն է գտնում է հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ։ Եվ ինչ են պատասխանելու։ Տեսեք Նիկոլ Փաշինյանը պարզ աչքերով առանց 1 գրամ ամոթի, առանց 1 գրամ խղճի խայթի հայտարարում է, որ իր անվտանգության աշխատողները լավա որ չեն կրակել։ Այսինքն կարող են եւ եկեղեցում կրակել։ Այս տեսակն են։ Այս երիտասարդը կրթվելով գուցե մեծ գիտնական կարող է վաղը դառնալ, բանակում իր ծառայությունը ապահովել, եթե իհարկե բանակի հետ կապված առողջական խնդիրներ չունենա։ Մյուս եղբորը բաց թողեցին, բայց ելի տնային կալանքի մեջ է գտնվում։ Սրանց դաշնությունը այնպիսի անսահման է եւ այնպիսի չափերի է հասնում, որ նույնիսկ թույլ չեն տալի տեսակցել ծնողի հետ։ Խեղճ մայր ուշագնաց է լինում դատարանի ու դատախազության առաջ։ Փորձում է երեխային հատուկ սնունդ ուղարկել, դեղեր ուղարկել, արգելում են դա նույնիսկ։ Երիտասարդը կապված է եկեղեցու հետ։ Ամեն շաբաթ գնացել է պատարակի։ Հիմա հոգևորականի այցելություն է խնդրում, սա եւս արգելում են։ Հանրությունը պետք է հասկանա, որ սրանք ոչ միայն բարոյական մարդկային, այլ խղճի որևէ նշույլ չունեն իրենց մեջ։ Սրանք գնալու են մինչև վերջ, եւ այս մինչև վերջ գնալը նշանակում է գնալ մինչև հայ ժողովրդի վերջնական ոչնչացման, պետականության ոչնչացման։ Եվ սրանց շատերից ներկայացուցիչներ մեկը Անդրանիկ Քոչարյան կոչվածը, ինչ եմ կապում այս երկու խնդիր այս երիտասարդի հետ։ Անամոթաբար։ Չգիտես ոնց գնահատես, որովհետև սրանց ցինիզմը եւս սահման չունի։ Լրագրողներին հայտարարում է, որ իր տղան բարձրակարգ մակարդակի տեր երիտասարդ է, գիտնական իբրև թե, այդ իսկ պատճառով բանակ չի գնացել։ Եվ նա օրինակ է բերում լրագրողին, թե եթե նա էլ այդպիսի բարձրակարգ լիներ, բանակ չէր գնա։ Սա ոչ միայն ընդհանրապես նրանք թքել են սահմանադրության, օրենքների, այլ թքում են ժողովրդի վրա։ Իրապես համարում են, որ մեր զոհերը եղել են հանուն ոչնչի։ Իրապես գտնում են, որ մեր բանակը պետք է կազմակերպվի եւ բանակը զոհաբերության պետք է գնա։ Հիշեք այս արարածի Նիկոլ Փաշինյան կոչվածի հայտարարությունը, որ 44 օրյա պատերազմում մենք գնացել ենք գիտակցված զոհաբերության։ Այսինքն սա այս անձը մեր բանակին, մեր տղաներին տարել է գիտակցված զոհաբերության, իր կողմից գիտակցված։ Ինքը գիտակցել է, որ զոհաբերում է մեր երեխաներին։ Եվ դեռ ժողովուրդը սրան ներում է։ Սա մեր զորին հաշվում է 50 պլյուս մինուս 50 անձի առումով։ Սրանց համար արուն թափելը 1 գրամի խղճի խայտ չի առաջացնելու։ Հետևաբար շարունակաբար են սրանք անելու։ Եվ Անդրանիկ Քոչարյան կոչվածը այսպիսի լկտի հայտարարությունից հետո իբրև թե ներողություն է խնդրում։ Գիտեք, սիրելի բարեկամներ, սրանք սովորել են։ Որպես կանոն արժանապատիվ մարդը ամեն ինչ անում է այնպես է ապրում, գործում, խոսում, որպեսզի ներողություն խնդրելու այդ ստոր իրավիճակին չհասնի,
Որտեւ եթե ներողություն ես խնդրում, քո մեղքը գիտակցում ես, եթե իհարկե սրանք գիտակցում են։ Սրանք հանրությանը նսեմացնում են, ստորացնում են, թքում են քաղաքացու վրա։ Մյուսը ականջում լեզու է կտրում, հետո հայտարարում են նույն մետրոյի մեջ այն կնոջ նկատմամբ այդ լկտի հարձակումը փախստներ ձևակերպումով, հետո հայտարարում են, որ ես ներողություն եմ խնդրում։ Շատերը նույնիսկ անձից ներողություն չեն խնդրում, հանրությունից են ներողություն խնդրում, որ իրանք այդպիսի լկտի վարքագիծ են ունեցել։ Գիտեք, սա նշանակում է մարդուն ոչնչացնել, ստորացնել, սպանել, հետո ներողություն խնդրել։ Ում է պետք այդ ներողությունը, եթե դու արդեն հայտարարել ես։ Դու մարդկանց ստորացրել ես։ Դու մեր բանակին համարել ես խղճուկ անգրագետների մի հատ սովորական հավաքածու։ Բանակ, որի տեխնիկական համալրման տեսանկյունով, տեխնիկայի տիրապետման տեսանկյունով բավականին լավ երիտասարդություն ունենք։ 44 օրյա պատերազմին նրանց կողմից դրոնների հետ կապված աշխատանքը, դրոններին հարվածելու հնարավորությունն է գիտելիքը։ Դու այս ինչ ես ասում։ Արվեստագետներ ենք ունեցել, իմ հարգարժան ընկերոջ որդին, բանաստեղծ Վաչական Մանուկյանը, եւ շատ շատերը, որոնց անունները ներողություն եմ խնդրում չեմ հիշում, որ հազարավոր քո տղային արժեին։ Երկու տղատ բանակ չեն գնացել, բարձրակարգ ես կոչում։ Մի բարձրակարգ էլ դու ես կոչվում։ Խոսալու ոչ տոն ու տոնայնություն ունես։ Մի խոսքով այս ազգակործան պատուհասները ամեն օր իրենց ցինիկ լկտի հայտարարություններով կրկին վիրավորում, կրկին ստորացնում են հայ արժանապատիվ տեսակին։ Հայ լավագույն տեսակին են ստորացնում։ Եվ սրանց ներում չի կարող լինել։ Եվ իրապես այսօր ընդդիմությունը պետք է միավորվի մեկ հարցի շուրջ եւս, որ որևէ մեկը չպետք է հեռու մնա, չպետք է ազատվի քրեական պատասխանատվությունից։ Յուրաքանչյուրը պետք է պատժվի իր արածի, իր գործածին համապատասխան, հանցագործության ամենայն քրեական օրենսգրքի ամենայն ծանր հոդվածով եւ խստությամբ, որպեսզի ապագայում տեսնեն, որ պատժելիության մթնոլորտ Հայաստանում չի լինելու։ Ոնց ես կանգնում հանրության առաջ, ասում ես տղաս բարձրակարգ երիտասարդ է։ Հələ մեկ օրինակ բերեք, տեսնենք ինչով է զբաղվում այդ երիտասարդը։ Գիտությանը ինչ օգուտ է տվել։ Մի հատպիսի գիտնական էլ ունեիք, փոխնախարար է աշխատում այսօր։ Իբրև գիտությամբ զբաղվելու տեսանկյունով, ասպիրանտուրան ընդունվելու փաստով ազատվեց բանակից, հիմա նաև դա էլ լսել ենք, որ դա էլ է թողել։ Այսինքն դուք պատճառներ եք մանգալի բանակում չծառայելու համար, ոչ թե գիտությամբ։ Բանակից խուսափելու համար։ Այ բանակից փախածներ, հաշվարկում էին շատ եթերներում հնչում է, թե ԿՊԱ-ական պատգամավորներից եւ կառավարության անդամներից 10-ից մեկը չի ծառայել։ Ձեր ամենա դուխովը եւս չի ծառայել, իբրև թե երկու եղբայրները ծառայել են, ինքը չի ծառայել։ Արժանապատիվ էիր, պատերազմի մասնակցեիր 90-ական թվականներին եւ ոչ թե բանակից խուսափեիր։ Դու այդ ժամանակ մտորում էիր քո երկրի հակառակ կողմը գիրկը գրելու մասին, որ հասցրեցիր երկրին հենց քո գրքի արդյունքներին, ինչ որ պլանավորել էիր։ Էլ չեմ ասում այն սեռախեղված հայտարարություններն ու ձևակերպումները, որ ունեցել ես սա։ Եվ իմ այս անձը ապրիլի 1-ին մեկնեց Մոսկվա, հանդիպելու Ռուսաստանի նախագահի հետ, որի հետ նախապես հեռախոսային զրույցեր ունեցել եւ հպարտությամբ կանգնել ասում էր, այո, ինքը պետք է առաջինը զանգեր, ոչ թե հզոր պետության ղեկավարը, եւ ինքը պետք է հանդիպում խնդրեր։ Լավ հանդիպում խնդրեցիր։ Հանրությունը պետք է ընկալներ եւ տեսներ այդ հանդիպման եւ ձևաչափը, եւ խոսակցությունը, եւ այն մտքերը, որը հնչեցվեց Ռուսաստանի նախագահի կողմից։ Նախ առաջինը Ռուսաստանի նախագահը խոսեց ոչ թե Հայաստանի Հանրապետության վարչապետ կոչվածի կամ նրա այդ խմբակի հետ, այլ Վլադիմիր Պուտինը խոսեց հայ ժողովրդի հետ։ Ակնհայտորեն ցույց տալով, ինչ կարող է հետագայում լինել Նիկոլ Փաշինյանի տեսակ երկրի ղեկավար ունենալու պայմաններում։ Բացի այդ հրապարակեց, որ Ռուսաստանում ապրում է ավելի քան 2 միլիոն բնակչություն։ Հայաստանի տնտեսական աճը Եվրազեսի պայմաններում հասնել է 11.5 միլիարդ դոլարի։
որ Հայաստանը առավելապես 70-80%-ով արտահանումները կամ ներկրումները կապված է Ռուսաստանի հետ։ Բացատրեց, որ Եվրոպային գազը վաճառում է $600, իսկ Հայաստանին 170 թե 177 դոլարով։ Եվ բացատրեց, որ Եվրազեսի շրջանակում Եվրոմիություն մտնել հնարավոր չի։ Դրանք տարբեր մաքսային միություններ են, տարբեր մաքսային շրջանակներում, տարբեր հարկային քաղաքականություն։ Բայց այս անձը իրեն ինչպես պահեց, հատկապես այս 2-3 կետերի մասով։ Շատերին թվում էր, ոչ թե թվում, դա այդպես էլ կար, նա իրեն պահեց կարծես թե անառակ կնոջ կերպարով։ Նա ասում էր, որ հիմա քո գրկում է, վաղը հարմար չլինի կթռնի Եվրոպայի գիրկը։ Եվ երբ հարմար կլինի, այդ ժամանակ որոշում կկայացնի։ Գիտեք, սա երկրի ղեկավարի այնպիսի ստոր վարկագիծ է, որ այդ երկրի ժողովուրդը իդեմս մեզ խայտարակ վիճակում ենք հայտնվում։ Ամոթի խարանն է մեր ճակատին դաջված, որովհետև ունենք այսպիսի ղեկավար։ Վլադիմիր Պուտինը նաև շարունակում է, որ Հայաստանում ընտրություններ են ընթանում եւ նաև առաջարկում էր առանց երկրի ներքին հարցերին միջամտելու, առանց ընտրական գործընթացներին միջամտելու, որ բոլոր ուժերը հավասար պայմաններ ունենան ընտրություններին մասնակցելու։ Եվ այս խղճուկը Ռուսաստանի Դաշնության նախագահին պատմում ու բացատրում է Հայաստանի օրենսդրությունը, Հայաստանի սահմանադրությունը, իբրև թե ով կարող է պատգամավոր լինել, ով կարող է վարչապետի թեկնածու լինել։ Չհասկանալով կամ գիտե գուցե հասկանալով նաև որ Ռուսաստանի նախագահը պատրաստված էր այդ հանդիպմանը եւ նա շատ լավ գիտեր Հայաստանի օրենսդրությունը։ Դասախոսություն կարդալը ինքն էր պետք։ Կարծես թե նաև աչքը մտցնելով այն տեսակետը, որ Հայաստանը դեմոկրատական երկիր է, ժողովրդավարական բաստիոն է հասել։ Այս է խնդիրը, որ Հայաստանին սպասում են լուրջ վտանգավոր ժամանակահատվածներ եւ առաջի արձագանքները արդեն կան։ Դուք տեսեք փոխվարչապետ Ավերչուկը ինչ է հայտարարում, որ Եվրոմիություն մտնելը Հայաստանի ամենավատ կարմիր գիծն է լինելու։ Որ Եվրոմիության դեպքում Հայաստանը տնտեսական լուրջ շրջափակման մեջ կլինի, մինչև նույնիսկ օդանավա թռիչքների արգելք կլինի։ Բայց հանրությունը մեկ բան պետք է հասկանա, որ Նիկոլ Փաշինյանին հետաքրքիր չի ժողովրդի կենցաղն ու ապրելակերպը։ Նրանցից շատերն ասում են մի երկու ցուրտ զմերել կապրեն, ոչինչ ժողովուրդը։ Ժողովուրդը կապրի, բայց դուք չէ, դուք արդեն պալատներում եք ապրում։ Դուք խնդիրներ չունեք ջեռուցման համակարգի հետ, ձեր կենցաղը բավարարելու հետ։ Այս ժողովրդին հասցրել եք այնպիսի ծանր վիճակում, որ ժողովրդին ստիպելու եք, որ երկու զմերել ավել ապրի։ Երկու չէ, տասնամյակ կարող է տևել, եթե Աստված մի առասե, սրանց վերարտադրությունը հանկարծ տեղի ունենա հունիսի 7-ին։ Մարդը ասում է, որ մենք ընկերներ ունենք, եւ այդ ընկերներին թույլ ազատ մասնակցեն ընտրությանը։ Սա վերադառնում է Մոսկվայից ու անմիջապես ընտրական օրենսգրքում փոփոխություն իրականացնում։ Բոլորին ակնհայտ է, որ այդ փոփոխությունը ուղղված էր Սամվել Կարապետյանի դեմ։ Չանդրադառնանք Սամվել Կարապետյանի վերաբերյալ այն հիմար հոդվածներին, որոնք մեղսագրում են նրան որպես քրեական հանցագործ։ Բացարձակ անօրինական, բացարձակ անհիմն մեղադրանք է։ Եվ հիմա փոխադարձաբար իրար վրա մեղքը գցելու առումով, որ գոնե թույլ տրվի նա ուղիղ եթեր մտնելու, քննչականը գցում է դատախազության վրա, դատախազությունը դատարանի։ Իբրև թե քրեական գործ ուղարկել ենք դատարան, դիմեք դատարան։ Եվ հիմա նախատեսում է դատական քննության փուլ արդեն։ Անձը գտնվում է անազատության մեջ, իսկ Հայաստանում իրականացվում են ընտրություններ։ Այս է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հետևանքը։ Սա սրանով ցույց է տալի, որ առհամարում է նաև Ռուսաստանի նախագահին։ Սիրելի հայրենակիցներ, այս վարկագիծը, որ ցույց է տալի առհամարում է, անդրադառնալու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի կամ իր ոմակի վրա, անդրադառնալու է մեր հանրության, մեր հասարակության վրա, մեր ժողովրդի վրա։ Արդեն տեսեք Պրոշյանի գինու կոնյակի կոմբինատը, եթե չեմ սխալվում, արդեն լիցենզիան հետ են կանչել։ Ծաղկի հետ կապված, ծաղկա վաճառների հետ կապված, մարդիկ աչք էին փակում, որ Եվրոպայի ծաղիկը բերում եւ տեղափոխում էին Ռուսաստան։
որը Եվրոզեսի մաքսային շրջանակներում արգելված է։ Բայց աչք էին փակում, հիմա մարդիկ դրա դեմն եւս կփակեն։ Դուք պատկերացրեք արտաքին շրջանառության կամ ներքին ապրանքների ստացման առումով 70-80%-ը Ռուսաստանից փակվի։ Հավատացեք, Ռուսաստանի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի արտահանման կամ ներմուծման դերը 1-2% էլ չի կազմում։ Դա Ռուսաստանի առելի պետության վրա չի երևալու։ Դա զգալու ենք մենք յուրաքանչյուրս, ու զգալու ենք հենց ընտրություններից անմիջապես հետո։ Այս ֆոնի վրա շատերը նորից հարցեր են տալի, բայց նորից Երևանում անդադ սպանություններ են տեղի ունենում։ Բազմիցս ասել ենք, այս սպանությունների անմիջական պատասխանատուն եւս Նիկոլ Փաշինյանն ու եւ իր փոքր խմբակն է։ Ներքին գործերի նախարարը փորձում է թվով հրապարակել մահվան դեպքերը։ Ընդհանրապես թվային պատկեր է տալի, մոռանալով, որ ամեն թվի տակ կա անձ, կա կյանք, խեղված կյանք, կա ընտանիք, կան երեխաներ, զավակներ։ Մի երկու օր առաջ Արմավիրի Շենիկ գյուղում կատարվեց սպանություն։ Երեք հրապարակվեց Շենգավիթում բնակարանում հայտնաբերվել է սպանված կնոջ դիակ։ Ամեն օր նոր մահեր, ինչպես սկզբում նշեցի, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքները։ Բոլորի պատասխանատուն անմիջապես կրում են այս իշխանությունները։ Գեգամնազա Մանուկյանը այսօր բավականին լուրջ տեղեկություն նաև հրապարակեց, հարցը դնելով ոչ միայն քանակի, այլև հետևանքի վրա։ Բանակում ամեն օր կատարվում են դժբախտ պատահարներ, սպանություններ, ինքնասպանություններ։ Բայց այս կատարված դեպքերի առումով, ասենք վարժական հավաքների ժամանակ մեկանց 3 վարժական հավաքի մասնակցի էր դանակահարը։ Վթար էր տեղի ունեցել 3-4 անց վնասվածք էին ստացել։ Բայց սրանք թաքցնում են անուն ազգանունը։ Բայց բանակում միշտ եղել է հստակ ձևակերպում կատարված դեպքի արդիվ դուժողի անուն ազգանունը հրապարակել անմիջապես։ Նպատակը մեկն էր, որ տասնյակ հազարավոր ծնողներ հանկարծ չընդունեին, որ այդ դեպքը կապված է իրենց զավակի հետ։ Հրապարակում են անուն ազգանուն, որպեսզի մարդիկ իմանան։ Սրանք թաքցնում են։ Սրանք մինչև այսօր թաքցրեցին 44-օրյա պատերազմում զոհված մեր հարազատների անուն ազգանունները, մեր երիտասարդների, լուսավոր տղաների անունները, որ հանրությունը ճանաչի, ովքեր են եղել այդ հերոսները։ Մինչև այսօր չհրապարակեցին։ Դիտում են որպես անձնական տվյալների գաղտնիություն։ Գիտեք, այս համատեքստում նաև ընտրական այս թույբոյի մեջ այս ԿՊԱ-ական ոհմակը նորից հարձակվում է հանրապետության երկրորդ նախագահի վրա։ Ես ցանկություն ունեցա այս մասին մի փոքր առանձին անդրադառնալ կոնկրետ դեպքերով, կոնկրետ հարցերում, թե ինչով են նրանք փորձում իբրև թե մեղադրել, իբրև թե հանցագործ կարգել հանրապետության երկրորդ նախագահին։ Սրանք գտել են 3 տարբերակ, որոնք փորձում են 3 առումով մեղադրել Ռոբերտ Քոչարյանին եւ գնահատել որպես մարդասպան։ Առաջի դեպքը, որ սրանք արդեն նույնիսկ իրենք են հոգնել կրկնելուց, խոսքը վերաբերում է Պողոս Պողոսյանի հետ կապված դեպքին Պապլավոկ սրճարանում, ինչպես հայտնի է հանրությանը։ Բոլորը խուսափում են այն մտքից հայտնել, որ այդ դեպքը, որը տեղի է ունեցել սրճարանում, Պողոս Պողոսյանի մահվան դեպքով հարուցվել է կոնկրետ քրեական գործ։ Կոնկրետ մեղադրյալ է եղել գործով, կոնկրետ դատարան է ուղարկվել քրեական գործը եւ կոնկրետ մեղադրական դատավճիռ է կայացվել։ Այս անձի կողմից հղի կնոջը վրայերցի ենթարկելու դեպքով որևէ մեկին մեղադրանք առաջադրվեց, ինչ որ մեկին մեղադրանք առաջադրվեց, որ պատիժը չի էլ կիրառվում, դիտավորությամբ հետաձգում են վաղեմիության ժամկետներ հասնելու համար։ Հիմա որպեսզի դատախազությունը այս հանգուցյալ գործին նորից շունչ տա, որոշել են նաև արտաշիրում կազմակերպել, էքսգումացիա։ Դուք պատկերացնում եք 25 եւ ավել տարի առաջ կատարված մահվան դեպքով անձը հուղարկավորված է Վրաստանի տարածքում եւ ուզում են արտաշիրում կատարել, որին հայտնաբերեն։ Հայտնաբերեն, որ անձը գանգուղեղային վնասված չի ստացել, այլև 3 անգամ դանակով են խփել, 5 անգամ էլ կրակել են վրան։
Իրավաբանները լավ են հասկանում, որ այս արտաշիրումը ոչ մի բան չի ավելացնելու դեպքին։ Սա նորից սրանց շոուն է, որպեսզի դեպքը թարմացնեն ու հանրության աչքերը մտցնեն։ Բայց սրանք 5000 երեխայի մորտեցին, գլուխը կերան։ Արցախի մեր հայրենակիցներին ցեղասպանության ենթարկեցին։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները սրանց նախաձեռնությամբ եւ սրանց պատասխանատվությամբ Ալիևի հետ համաձայնեցված մինչեւ այսօր գտնվում են թուրքական բանտերում։ Դատավճիռներ կայացվեցին ՑՄ ազատազրկումից մինչև 20 տարվա ՑՄ ազատազրկումից մինչև 20 տարվա ազատազրկում։ Ոչ ոք արդեն չի խոսում նրանց հետ բերելու մասին։ Եվ հիմա սրանք մի հատ Պողոս Պողոսյան են գտել ու խոսում են, մոռանալով, որ ես կրկնում եմ եղել է դատավճիռ, մեղադրական դատավճիռ։ Այնուհետև շատ են մաթի փաթաթան դարձնում սրանք։ Հոկտեմբերի 27-ը։ Հանրությունը կրկին լավ գիտի։ Հոկտեմբերի 27-ի շահառուները ովքեր են։ Նույն Անդրանիկ Քոչարյանը, բարձրակարգ, բնականաբար ճակերտավոր, զավակի հայրը, ցուցակ է ներկայացրել, թե ինչ պաշտոնների պետք է իրենք արժանանան։ 7 թե 8 անձի հետ կապված։ Եվ մեղադրում են իբրև թե Ռոբերտ Քոչարյանը ինչ որ տեղ մասնակցություն է ունեցել հոկտեմբերի 27-ին։ Սա բացարձակ սուտ է։ Նկարագրեմ նաև ինչի համար։ Հոկտեմբերի 27-ից հետո Ռոբերտ Քոչարյանը ում նշանակեց վարչապետ։ Վարչապետ նշանակեց Արամ Զավենի Սարգսյանին, որ այսօր չգիտես Նիկոլի կողքից հեռու չի գնում։ Շահառուները պետք է գնահատել նաև այդ թևի վրա գտնվող անձանց։ Վարչապետ նշանակեց, որպեսզի հոկտեմբերի 27-ը անխտիր օբյեկտիվ քննության արժանանա։ Այնուհետև ամենակարևորներից մեկը գլխավոր դատախազով նշանակվեց։ Նույն Վազգեն Սարգսյանի եղբոր Արամ Զավենի Սարգսյանի առաջադրությամբ դատախազ նշանակվեց Արարատի մարզի դատախազ Բորիս, եթե չեմ սխալվում, Նազարյանը։ Գլխավոր դատախազ նշանակվեց։ Այսինքն քննության ամբողջ դաշտը իրենցն է եղել։ Ավելին ես կասեի, հոկտեմբերի 27-ի գործը ամբողջությամբ քննվեց Գագիկ Ջահանգիրյանի վերահսկողության ներքո, փոխանցվեց զինվորական դատախազությանը։ Եվ հիմա հարցերը այս անձանց տալու փոխարեն փորձում են Ռոբերտ Քոչարյանին հարց տալ։ Սա ցույց է տալի ոչ միայն սրանց ճղճին ողորմելի վարքագիծը, ոչ միայն սրանք անգրագետ լինելու հետ կապված խնդիրներ ունեն, այլև ցույց է տալիս սրանք ինչպիսի ստոր վարքագծով են մարդկանց տիրախավորում։ Սրբություն չունեցող մարդկանց տեսքով։ Այդ անձանց զոհված մեր ընկերներին Վազգեն Սարգսյանի, Դեմիրճյանի եւ մյուսների մահը փորձում են էլի կռվախնձոր դարձնել, փորձում են իրենց շահի համար օգտագործել։ Նկատենք, որ սենց բան անող ոնց որ միշտ արել են, սրբություն չունեցող անձիկ են։ Այնուհետև մարտի 1-ն են փորձում էլի Քոչարյանի հետ կապել։ Մարտի 1-ի դեպքերը բոլորը լավ են հիշում։ Շատ լավ են հիշում, որ 2 ոստիկան նաև մահացավ բեկորային վնասվածքից։ Մինչև այսօր չի նկարագրվում հələ այդ ոստիկանները եւ մյուս քաղաքացիները վնասվածքները մարմինի որ մասում են ստացել։ Լավ հիշում ենք ձայնագրությունները Նիկոլ Փաշինյանի եւ Եվրոպայում դեսպան կա Ալիկ Արզումանյան, այո։ Նիկոլի սիրտը ոնց էր հովանում ոստիկաններին ծեծելու, ոստիկանների մեքենաները այրելու, ոստիկաններից վահաններ խլելու առումով։ Նիկոլ Փաշինյանը ինչպես էր կոչ անում մահակներ, քարեր, երկաթյա մետաղաձողեր վերցնել ու հարձակվել ոստիկանների վրա։ Այս արարքը ժամանակին ես էլի եմ ասել, կրկնում եմ, ոչ թե մասսայական անկարգություն պետք էր որակվեր, այլ պետք է որակվեր պետական իշխանությունը բռնություն զավթելուն ուղղված գործողություններ։ Եվ այս Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հետո ալան-թալան ինչպես էր կատարվում խանութներում։ Եվ ինչպես էին հրճվում, որ Սամվել Լֆիկ անձի խանութներից են գողություն արել։ 100-ից ավելի մարդ դատվեց մենք գողություն կատարելու փաստով։ Եվ հիմա սրանք փորձում են իրենց կատարածը ժողովրդին հանել ոստիկանության դեմ, կռիվ հրահրել։ Ժողովրդին մենակ թողել եւ տանիքներով փախնող անձը հիմա Արցախում փախնող է ասում։
Ինքն է նկարագրել, թե որ տանիքից, որ ավտոմեքենայի տանիքի, որտեղ է թաքնվել, որ պատի ետևում։ Եվ կյանքում այսպիսի խղճուկ անձը ամենակրիտիկական վիճակում ժողովրդին թողնելով կրակի առաջ դիմում է փախուստի եւ իմ արցախցի հերոսական ժողովրդին հայտարարում է, որ փախած եք դուք, փախածներ։ Եվ հանրությունը արդեն պատրաստվում է ընտրությունների։ Տեսեք, արդեն 3 խոշոր ուժեր, խոսքը ընդդիմադիր ուժերի մասին է, ձևավորված են արդեն հայտարարում են իրենց ընտրացուցակները, հայտարարում են իրենց թիմի առաջնորդներին։ Մինչև դրան իհարկե կանդրադառնանք ուղղակի կապելով, Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը վախենա միլիարդատերից։ Շնորհակալություն, որ հիշեցրեցիք։ Խնդրեմ այս խոսույթ ու այս վիճակը։ Հանրությունը բոմժ հայտարարությունը մի տեսակ կապում է փողոցում աղբավակողների հետ։ Բոմժ բառի հապավում է ռուսական, որը կոչվում է безопределенное место жительства, человек, который не имеет такого жительства։ Հիմա բոմժ կարգավիճակը, եթե ռուսական հապավումով տեսնենք, ակնհայտ է, որ ոչ թե վախենում ենք, այլ կանխատեսում ենք, որ Նիկոլ Փաշինյան ինքն է դառնալու բոմժ։ Կառավարական տնից դուրս բերելուց հետո նա բնակարան էլ չունի, իր կինը վաճառել է։ Կարծեմ կինը վաճառել նոր բնակարան է գնել, այդ բնակարանը դեռևս պատրաստ չի, որ վարձակալությամբ է ապրում։ Նիկոլի հետ էլ արդեն ամուսնացած չեն, չնայած ամուսնացած չէին նախկինում։ Հիմա որտեղ է ապրելու այս անձը։ Հայկական ընկալմամբ բոմժ կարգավիճակ է ունենալու։ Եվ տեսեք լրագրողի այն հարցին իբր թե ոչ թե վիրավորել, այլ վախենում է։ Նիկոլ Փաշինյանը պետք է վախենա ժողովրդի ընդվզումից։ Պետք է հասկանա, որ ընտրություններում ստորություն, կեղծիքներ անելու հնարավորություն չպետք է ունենա։ Պետք է հասկանա, որ ժողովրդի ատելությունը ծայրահեղության է հասնում։ Եվ այդ բոմժ կարգավիճակը իբրև թե Սամվել Կարապետյանին ովքեր հանձնարարություն են տվել, նրանք խրնեն իր սեփականությունը, նույն ստահոց գործողություններից մեկն է, հայտարարություններից մեկն է։ Դուք տեսեք լրագրողների ոչ մի հարցին հստակ պատասխան չեն տալիս նրանք։ Ոչ մի պատասխան։ Եվ հիմա վախենում է, թե իբրև թե հայկական բիզնեսմեններից մեկը բոմժ կդառնա։ Այ հավատա ժողովուրդը արդեն գիտի, թե ով է բոմժ դառնալու։ Իր եւ իր խմբակը։ Բոմժ լինելը իրանց փրկությունը նույնիսկ կլինի։ Բոմժ լինելը իրանց լավագույն կարգավիճակը կլինի։ Թող երազեն, որ ապագա Հայաստանում իրանք բոմժ լինեն։ Դա գոնե ապրում է այդ անձը։ Եվ ընտրություններին ինչի է ցանկություն ունեցա եւս մեկ անգամ անդրադառնալ այդ ընտրությունների առումով։ Տեսեք, միավորվել արդեն կա 3 խոշոր ուժ, ինչպես ասեցի։ Հայաստան դաշինքը Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ, Բարգավաճ Հայաստանը, որը դեռևս չի հայտարարել վարչապետի իր տեխնացուին, եւ Ուժեղ Հայաստան կամ մեր ձևով շարժումը, որը արդեն նաեւ հայտարարել է վարչապետի իր տեխնացուն։ Հիմա կան բազմաթիվ այլ ուժեր, որոնք գուցե եւ քննարկում են միանալ կամ չմիանալու հարցերը։ Նաեւ հանրությանը հայտնի է, որ Հանրապետական կուսակցությունը հայտարարեց, որ ընտրությանը չի մասնակցում, նաեւ Հայրենիք կուսակցությունը Արթուր Վանեցյանի գլխավորությամբ չեն մասնակցում ընտրություններին, բայց հավանաբար կողմնորոշվեն ընտրություններում ում սատարեն կամ ում չսատարեն։ Ինձ այս հարցը այդքան դեռևս չի անհանգստացնում, որքան ինձ անհանգստացնում է այն մոտեցումը, որ այս խոշոր ուժերը եւս գտնում են, որ իրենք հակադրություն ունեն ինչ-ինչ հարցերի վերաբերյալ։ Եվ կան ծրագրային ինչ-որ խնդիրներ, որոնք իրենց ամեն մեկը իր ծրագրային վերլուծություններն ունի եւ այդ ընտրություններում կան հակադրություններ կոնկրետ ծրագրային դրույթների վերաբերյալ։ Սիրելի հայրենակիցներ, նախ առաջին հերթին որևէ հակադրություն, տարաձայնություն չպետք է լինի երկու հարցում։ Առաջինը ամեն ինչ անել ընտրությունների մասնակցությունը բարձր մակարդակի ապահովելու համար, մասնակցությունը իշքան կարողանան ապահովել, եւ երկրորդ բոլորը պետք է տեր կանգնեն ընտրություններից հետո ստացած կվեի։ Սա ամենակարևոր չափանիշն է եւ ես կարծում եմ, որ որևէ ուժ այս երկու կետի հետ կապված խնդիր չի ունենալու։
Այնուհետև երբեմն նաև ասում են այլ հակադրություններ կան։ Բայց ես կարծում եմ, որ այս ուժերը պետք է նաև իրար հետ համաձայնություն ու հուշագիր կնքեն։ Այս երկու կետերի եւ շարունակաբար ինչ ես նաև կառաջարկեի։ Առաջինը Նիկոլ Փաշինյանի հերացնելու հարցի շուրջ տարաձայնություններ չի կարող լինել, եթե իրենց ընդդիմադիր են համարում։ Երկրորդ, երկրի անվտանգության հարցով արտաքին աջակցություն ստանալու խաղաղության պայմանագրի համար միջնորդներ ունենալու եւ միջնորդներ գտնելու հարցում եւս տարաձայնություններ չպետք է լինի։ Արտաքին դիվանագիտության հարցում անվտանգային երաշխիքներ ունենալու առումով եւս տարաձայնություններ չպետք է լինի։ Տարաձայնություն չպետք է լինի բանակի վերականգնման համար, բանակի ամրապնդման համար, բանակի հզորացման համար։ Տարաձայնություններ չի կարող լինել տնտեսական փլուզումից երկիրը փրկելու համար։ Եվ իհարկե տարաձայնություն չի կարող լինել Հայաստանում հայկական անմիջական երկրների հետ բարեկամությունն ապահովելու, անվտանգության երաշխավորներ գտնելու առումով այս առումով նաև, այդ թվում նաև Իրանի եւ Ռուսաստանի հետ։ Եվ ոչ թե Ալեն Սիմոնյանի պես պետք է ասել, որ մեր անվտանգության երաշխավոր Ադրբեջանն է։ Սիրելի հայրենակիցներ, Նիկոլի եւ իր կողմնակիցների, Ալենի տեսակների համար նրանց անվտանգության երաշխավորը իրապես եւ հաստատապես լինելու Ադրբեջանը եւ Թուրքիան։ Դուք հավատացեք, այլ երկրներում սրանք անվտանգություն չեն գտնելու։ Սրանք եթե փորձեն այլ երկրից ապաստան ստանալ, կմեկնեն Ադրբեջան կամ Թուրքիա, որտեղ այնտեղ նրանց գրկաբաց կընդունեն։ Եվ նույն ադրբեջանական բլոգերները Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Ական Ֆիդանը աջակցում են Նիկոլ Փաշինյանին։ Ադրբեջանի բլոգերները գովազդում են, պրոպագանդում են Նիկոլ Փաշինյանին ընտրելու առումով։ Այս սրանք են աջակցում Ալեն Սիմոնյանին եւ Նիկոլ Փաշինյանի տեսակներին։ Եվ հիմա իրանց մեջ եւս խժդժություն է ընկել ցուցակում ընդգրկվելու կամ ցուցակի լավագույն տեղերում ընդգրկվելու համար։ Եվ այս խժդժությունը այս ողմակի մեջ շարունակաբար լինելու է, որքան մոտենանք ընտրություններին։ Հետևաբար իմ խորհուրդն ու կոչն է կրկին անգամ այն փոքր խմբակցությունները, կուսակցությունները, շարժումները, հասարակական կազմակերպությունները, ովքեր ընդդեմ են Նիկոլի, պետք է միավորվեն այս երեք ուժերի հետ, որպեսզի կարողանան հաղթահարել եւ կարողանանք վերջնականապես ազատվել այս ճարիքից, որ արդեն 8-րդ տարին է Հայաստանում տիրում է։ Ես եւս շնորհակալ եմ։